Այս կյանքը հարկ է ապրել լոկ որպես ճամփորդություն դեպի երկինք։ Ջոնաթան Էդվարդս։ Գործերդ, եթե խոսքերիդ նման բարի չլինեն, կնմանվես ծաղկածածկ ճահճի։ Հարազատս, անցիր Հիսուսի կողմը, և նրա նախատեսած բոլոր օրհնությունները կանցնեն քո կողմը։ Մեր փրկության համար վճարված է։ Անհոգ լինենք, բայց ոչ թե անպատասխանատու։ Եթե Հիսուսինն ես, արդեն իսկ դու օրհնյալ ես։ Բարեկամս, քո սիրտը սիրո համար է, սիրո տաճար, ուրիշ ոչինչ մի լցրու այնտեղ։ Քաղցրություն ցանողը դառնություն չի հնձի երբեք, և այո կամ ոչ ասելուց առաջ լավ պետք է կշռենք, որ այոն այո պահենք, ոչն էլ ոչ, սա է Աստծուն հաճելին։ Ոչ մի ուրիշ բան չի կարող զարդարել մարդու հոգին այնպես, ինչպես որ Սուրբ Հոգին է զարդարում։ Եվ եթե անես բաներ մարդկանց նախանձը գրգռելու նպատակով, այդ նախանձը կշրջվի ու քեզ կխայթի։ Բարեկամս, հոգին երկնային է, երկինք է դառնալու, երկինք է գնալու, մարմինը հողից է, հողեղեն է ստեղծված և հողին կդառնա։ Սիրո հոգուց առաջ կգան ազնվություն, անկեղծություն, համբերություն և խոնարհություն։ Եվ որովհետև ով ուզում է սիրել ու լավ օրեր տեսնել, թող լռեցնի իր լեզուն չար բաներ խոսելուց և իր շրթունքները նենգություն խոսելուց։ Խոսելու կարողություն ունեցող յուրաքանչյուր մարդ կարող է ինքն իր համար աղոթել.